Հաճախ են հարցնում, արդյոք ճիշտ է, որ իմպլանտները կարող են ծառայել մինչև 7 տարի առավելագույնս։ Հենց սկզբից ասեմ, որ ոչ, բայց այստեղ շատ բան կախված է իմպլանտի որակից։ Եթե իմպլանտը կապ չունի իհարկե ինչ ընկերության, ինչ երկրի արտադրության, բարեհաջող ինտեգրվում է ծնոտի ոսկրի հետ, ապա ճիշտ ծանրաբեռնում պլանավորելու դեպքում իմպլանտը եւ նրա վրայի կոնստրուկցիան ծառայում է մինչև կյանքի վերջ։ Բայց հնարավոր են որոշ բարդություններ։ Բավականին էժանագին իմպլանտները կարող են մինչև 3-4 տարվա ընթացքում առաջացնել բարդություններ։ Կարող է առաջանալ ոսկրի ոչ ամբողջական ինտեգրում իմպլանտի հետ եւ առաջ 3 տարվա ընթացքում խնդիր չառաջանա, իսկ 3 տարի հետո իմպլանտը ուղղակի դուրս գա ծնոտի ոսկրից, որովհետեւ բավարար կապ չէր առաջացել։ Որոշ իմպլանտներ կարող են նորմալ ինտեգրվել ծնոտի ոսկրի հետ, սակայն նրանց մետաղի ամրությունը բավարար չլինի եւ բավականին անհարմար տեղից իմպլանտը կոտրվի եւ հնարավոր չլինի նրա վրա ատամը ֆիքսել։ Այս դեպքում նույնպես իմպլանտը հեռացնում ենք եւ նոր իմպլանտ ենք տեղադրում։ Նորմալ որակի, բավարար որակի եւ իհարկե նաեւ պրեմիում դասի իմպլանտները, որոնք ունեն լրացուցիչ նյութեր, լրացուցիչ մակերեսի մշակման տեխնիկաներ, որոնք մեծացնում են հավանականությունը իմպլանտի եւ ոսկրի ինտեգրման, սովորաբար ոչ մի խնդիր չեն առաջացնում եւ իմպլանտը ծառայում է մինչեւ կյանքի վերջ։